Ողջույն իմ շատ սիրելի հայ ազգ։ Վերջապես կարող ենք հպարտորեն շունչ քաշել, մի հատ այսինչ ու ասել բարի լույս բոլորիդ իհարկե շատ սիրում ենք, հարգում ենք, շնորհակալ ենք, որ մեր կողքին եք եղել, աջակցել եք։ Իմ հետևորդներից հատուկ շնորհակալություն, բոլորիցդ, իրականում բոլորից շատ շնորհակալ եմ։ Գիտեք, ուզում եմ անկեղծ լինել։ Ես ուզում շնորհակալություն հայտնել նաև ընդդիմությանը, հատկապես Կարապետյան թիմին։ Ինչի համար։ Հիմա ասեմ։ Նախ շատ հաճելի ու շատ ուժեղ ձևի պարտվեցիք, որի համար շնորհակալ եմ ես առաջինը մեր աջակիցներին։ Ինձանից սկսած, ես կուսակցական չեմ, եւս մեկ անգամ դա հստակեցնեմ բոլորի համար, բայց ես շատ սիրում եմ մեր քաղաքական գործիչներին, ես շատ ջերմ եմ բոլորի հետ էլ, շատ հարգում եմ քաղաքապետին եւ Փաշինյանին նույնպես։ Ինչի համար ընդդիմադիրներին շնորհակալություն հայտնենք, որովհետեւ ամեն անգամ երբ որ լինում ընտրությունները կամ առհասարակ ինչ որ թե քաղաքապետի ընտրություն կլինի, թե ազգային ժողովի, Քոչարյան թիմի թիմակիցները որոշակի ժեխերը իրենց հետ նույնիսկ պայքարել դժվար է։ Իրականում դժվար է, որովհետև ներխուժում են անձնական դաշտ, չգիտեմ ինչեր են անում ու սենց շատ կեղտոտ ձևի են էլի պայքարում, բլենդուզից ցածր։ Բայց Կարապետյանի թիմը հստակ գիտեր ինչ էր ուզում եւ այ օրինակ տեսեք Արսինեին այդ աղջկան տենց էլ չիմացանք, բայց կորցրել ենք այդ երեխուն, ժողովուրդ դուր է այդ երեխին։ Հետ բերեք։ Հետ նայեցես կարող է տուալետում դուրը փակվել ավրեն։ Այ օրինակ այդ աղջկան չէ, որքան էլ որ փորձեցի վիրավորել ես կամ ինչ որ մեր թիմակիցներից բլոգերներից, այդ աղջիկը ցենզուրայից դուրս չէր գալի, բայց էլի համառորեն պնդում էր, որ իրանք պետք է անցնեն։ Վարչապետը պիտի լինի Սամվել Կարապետյանը եւ վсё։ Ուզում եմ ասեմ, իրանց այդ պայքարը հետաքրքիր էր։ Հստակեցված էր իրանց գործողությունը եւ վիրավորելուց կիրթ էին վիրավորում, այ ինչը ճիշտ։ Ոչ մեկի անձնականը չէին ներխուժում, չնայած մենք քպաներս մի քիչ բան ենք, չէ՞ ոնց։ Իրանք խոց ակուրատնի էին անում, բայց եւ սկուչնի է, էլի, որտեվ որոշակի մարդուկներին կորցրել ենք, չկան, համացանցում չկան, այ ժողովուրդ չկան, ուր են։ Այն երեխեն Արսինեն, ուր է, տենց է չիմացանք, այդ երեխեն աղջիկ էր թե տղա։ Չիմացանք ուր են։ Այսօր լսել եմ ուրեմն Նարեկի ելույթը, ասում եմ ԿՊ-ն մեր աջակիցներին փակել է, որ չգնան ընտրվելու։ Ոչ, քո տրիապ աջակիցները եկել էին Ռուսաստանի, ուրեմն Ռուսաստանի Դաշնությունից ու իրանց չէր հետաքրքրի Հայաստանի ապագան, իրանց հետաքրքրում էր, որ գային, ընտրեին ձեզ ու հելնեին գնային։ Ու քանի որ իրանց չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետության ապրողի ապագան, ուստի մեզ էլ չի հետաքրքրում իրանց կյանքը։ Բա տենում ես Նարեկ Կարապետյան կյանքում ամեն ինչ փոխադարձ է։ Ունեիր պայքարող մարդիկ, իրականում ունեիր։ Կամ Արսինեն, որ նստել է ելույթ ունենում, էլի կպնամետերը խուն ասում է ԿՊ-ն բոլոր TikTok-ի բլոգերներին հավաքել է իր կողը։ Ոչ, ԿՊ-ն չի հավաքել։ Ուղղակի մարդիկ տենում են, որ հանձինս Նիկոլ Փաշինյանը մարդկային է եւ արդար է։ Մարդ է։ Դե մենք առաջինը մարդ ենք տենում իր մեջ, մարդկային բաներ, մարդկային գործողություններ, մարդկային մարդ, որ բացակայում է շատ շատերի ներսում այդ մարդկային արժեքները չկան, բայց այդ մարդու մոտ այդ մարդկային արժեքը կա։ Այդ դրա համար մենք իրաք տեսեք, օրինակ ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ չեմ, չէ՞։ Կուսակցական չեմ ու չեմ լինի երբեք, որովհետև ես սիրում եմ ազատ, իմ խոսքը ասել ազատ, բայց այդ դեպքում չես կարող դու ազատ լինել կամ չես կարող ազատ լինել կամ բաներ, որ պետքա չանես, եթե կուսակցական ես, բայց ես սիրում եմ ազատ խոսել, ազատ արտահայտվել, այնինչ մտածում եմ, այնինչ կա։ Ինչևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին, եղավ արդար թափանցիկ ընտրություններ, ով ինչ կասի հիմա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Եվս մեկ անգամ ապացուցվեց ամբողջ աշխարհին, որ ժողովուրդն է բերում, ժողովուրդն է ընտրում իրեն վարչապետ։
ու այսօր այո մենք ընտրել ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ որպես վարչապետ մենք ընտրել ենք Նիկոլ Փաշինյանին։ Ես չգիտեմ խորհրդարանական ընտրություններին ով կմտնի որպես ընդդիմադիր, ես չեմ էլ հետաքրքրվում, բայց կուզենամ որ մեր ընդդիմադիրները նույնպես խելացի լինեն ու ոնց որ մենք թեկուզ ինտերնետային հարթակով բանավիճել ենք, նույնիսկ sense բանավիճ ենք էլի։ Թեկուզ բլոգերներս, հա, չանցնենք այդ կարմիր գիծը, որովհետև տեսեք ինչքան կիրթ էր այդ ամեն ինչը։ Այո, մենք խոսում էինք, մենք ասում էինք, մի 2-3 հոգի, որ sense սրբապիղծ բաներ էին անում, կեղտոտ խաղի մեջ էին մտնում ու մարդկանց ընտանեկան կամ մարդկանց անձնական կյանքի էին ներխուժում, օրինակ Քոչարյանի թիմակիցները տենց են միշտ էլ եղել, այն Ջիշովի տվյապկա թիմակիցների մասին եմ խոսում, բայց օրինակ Կարապետյանի թիմակիցներից չեկային խելացիները, որի պայքարել իրենց հետ հետաքրքիր էր իմիջիալոց։ Դաժե ինձ համար է շատ հետաքրքիր, որտեղ անդադ ես խոսում եի, ենք խոսում էի, ես խոսում էի, ու սենց հաճելի կլինի, եթե ընդդիմադիրները նույնպես կիրթ լինեն եւ իրենց աջակիցներով, ու սենց սկսենք բանավեճել, թեկուզ Եվս մեկ անգամ եմ կրկնում ինտերնետային հարթակից, բլոգերներս։ Ինչը մնում է մնացած հարցերը, ես առանձին կանդրադառնամ։ Եվս մեկ անգամ եկեք շնորհավորենք բոլորիս։ Ուղղակի որ որոշակի մարդուկներին կորցրել ենք, որ չեն գտնում, այն բոլորին դեմ եմ։ Այն խիրուրգը սուրա Էդ էլ կորել, էդ էլ չկա։ Այ մարդ հուշում եք ինձ չի հելնում։ Ասենց բան կներ, ասենց սպորտվել կներ, որ ասենց ուժեղ տապալվեցիք։ Ես մի խնդրանք ունեմ Հանձինս պարոն վարչապետից եւ Ալեն Սիմոնյանից։ Ես խնդրանք ունեմ դատական համակարգը մեր քննչական կոմիտեն, որի մասին առանձին ելույթ եմ ունենալու, որովհետեւ արդեն լրատվականներում Իմ անունը տարածվում է, որ դատական պրոցեսների մեջ եմ անօրինական իհարկե, որը որ գործը կարված է, ես մի խնդրանք ունեմ, որ շատ մեծ ուշադրություն դարձնեն այդ համակարգի վրա, որովհետև կան շինծու գործեր, որ մարդու վրա հանգիստ կարողանում են կարել։ Եվ իհարկե դատավորների։ Ես դրա մասին առանձին ելույթ կունենամ եւ փաստերով կներկայացնեմ։ Այս պահին եկեք ուղղակի վայելենք մեր ընտրած ժողովրդի կողմից որոշված վարչապետի հաջողությանը եւ մի լավ ուրախանանք։ Մնացած հարցերի մասին առանձին ելույթ կունենամ։ Թե քննչականի մասով, թե դատական պրոցեսների։ Շնորհավոր բոլորիս, լավ եղեք։ Այդ երեխեքին գտեք, առանց դրանց հետաքրքիր չի։ Այն ուր են Արսինեն գտեք, բերեք, մի քիչ պայքարեք։